ԱՄՆ զինված ուժերն արդեն 13-րդ գիշերն է շարունակում են հարվածել Իսլամական Հանրապետության տարածքին։ Իրանական մամուլը գրում է հարավային Ղեշմ կղզում, Բանդեր-Աբբաս նավահանգստային քաղաքում եւ այլ բնակավայրերում պայթյունների մասին։ Իրանական ուժերն էլ հարվածել են Բահրեյնում, Քուվեյթում եւ Հորդանանում ամերիկյան բազաներին։ Դոնալդ Թրամփը կրկնել է, Թեհրանը ցանկանում է բանակցել, բայց Վաշինգտոնում համոզված են, որ իրանական կողմը դեռ պատրաստ չէ գործարքի։ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Իրանին կարող են ավելի զանգվածային հարվածներ հասցվել։ Նաեւ Թրամփի խոսքով այսուհետ Հորմուզի նեղուցում նավերին հասցված վնասները կփոխհատուցվեն ամերիկյան վերահսկողության տակ գտնվող իրանական միջոցներից։ Թեհրանում վտանգավոր նախադեպ են որակել նման հնարավոր որոշումը, նաև մեղադրել Պարսից ծոցի երկրներին եւ Հորդանանին Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածներին մասնակցելու համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ զգուշացրել է Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին հեռանալ ամերիկյան բազաների հարակից տարածքներից։ Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ըստ Մոսկվայի ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարգավորվում, քանի որ Արևմուտքը, այդ թվում Միացյալ Նահանգները, զենք են մատակարարում Կիևին, նաև հետախուզական տվյալներ փոխանցում։ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Թրամփը վստահեցնում էր, որ Վոլոդիմիր Զելենսկին համապատասխան քայլեր կանի հանուն խաղաղության, սակայն դա տեղի չունեցավ։ Այնուհանդերձ Մոսկվան հավատարիմ է հակամարտության քաղաքական դիվանագիտական կարգավորմանը, սակայն չի կարող ազդել իրավիճակի վրա, եթե Միացյալ Նահանգները կիսում է եվրոպական առաջնորդների եւ Ուկրաինայի դիրքորոշումը, մանրամասնել է ռուս դիվանագետը։ Լավրովը շեշտել է, Ռուսաստանն այսպես թե այնպես հասնելու է իր նպատակներին։ Կրեմլի խոսնակն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կսպասի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներին։ Դմիտրի Պեսկովի խոսքով Մոսկվան ընդունել է Վաշինգտոնի նախորդ առաջարկները՝ ի տարբերություն Կիևի։ Այս ֆոնին Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 571 ԱԹՍ խոցելու մասին։ Կիրովում կան զոհեր, կրկին հարվածներ են հասցվել Wildberries ընկերության պահեստներին, այս անգամ Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում, Սիմֆերոպոլում։ Կան տուժածներ, ավելի վաղ թիրախավորվել էին Կրասնոդարում, Ստավրոպոլում, Տամբովի եւ Մոսկվայի մարզերում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնները։ Զելենսկին հայտարարել է, որ պահեստներում եղել են ԱԹՍ-ների եւ տեղորոշիչ սարքավորումների արտադրության համար նախատեսված բաղադրիչներ։ Պայթյուններ են որոտացել Կիևի մարզում, հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Մեկ զոհ կա Խարկովում, ռուսական կողմը հայտնել է նաեւ Օդեսային հարվածելու մասին։ Արևմտյան մամուլը գրում է, որ Դոնալդ Թրամփը կրկին առևտրային պատերազմ է հայտարարում ամբողջ աշխարհին։ Հուլիսի 24-ից ԱՄՆ-ն 10-ից 12.5%-ի մաքսատուրքեր է սահմանում 60 երկրից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Այդ պետությունների շարքում են հայտնվել նաև Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, սակայն Վաշինգտոնում նշում են, որ կարող են բացառություններ արվել։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալով 10%-ի մաքսատուրք կսահմանվի այն երկրների նկատմամբ, որոնք պարտավորվել են արգելել հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների ներմուծումը։ Մնացած բոլոր երկրների նկատմամբ կգործի 12.5%-ի մաքսատուրք։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ հարկադիր աշխատանքի նկատմամբ ոչ բավարար վերահսկողության համար ԵՄ-ին ներկայացվող մեղադրանքներն անհիմն են եւ որ Բրյուսելը պարզաբանումներ կպահանջի Վաշինգտոնից։ Նա շեշտել է, ԵՄ-ն կատարել է ԱՄՆ-ի հետ ավելի վաղ կնքված առևտրային համաձայնագրի պահանջները։ Իսպանիայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել Մադրիդի շրջանում եւ հարևան Ավիլա նահանգում։ Պետությունն այժմ կարող է ավելի շատ ռեսուրսներ եւ միջոցներ մոբիլիզացնել անտառային հրդեհների դեմ պայքարի համար։ Այդ աշխատանքներին ներգրավվելու են նաեւ զինվորականները։ Վերջին օրերին Իսպանիայում մի քանի խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել։ Մայրաքաղաքի շրջանում արդեն մոտ 10,000 մարդ ստիպված լքել է տները։ Ոչնչացվել է շուրջ 125,000 հեկտար բուսականություն։ Իրավիճակը բարդացնում են շոգ եղանակը եւ քամիները։ Նմանատիպ իրավիճակ է Ֆրանսիայում, որն օգնություն է խնդրել ԵՄ մյուս երկրներից հրդեհների դեմ պայքարելու համար։ Մի շարք տարածքներում տարհանում է հայտարարվել։ Դիանա Գասպարյան, լուրեր։